Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է եւ ես ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Ամեն անգամ իհարկե դուք նկատել եք, որ մենք փորձում ենք ձեզ ներկայացնել բավականին հետաքրքիր ինքնատիպ անձանց։ Եվ այսօր մեր տաղավարում մենք հյուրընկալներ ենք նմանատիպ մի անձնավորության, որի հետ կապված բազում այսպես պրոբլեմային խնդիրներ են եղել Հայաստանի Հանրապետությունում եւ դրանք ցավոք շարունակվում են։ Խոսքս ինժեներ մեխանիկ գյուտարար Ժորա Մալոյանի մասին է։ Պարոն Մալոյան, բարև ձեզ։ Ես տեսնում եմ, որ դուք թղթերի մեջ այսպես թղթապանակով եկել եք տաղավար, ձեր նամակներն եք հետաքրքրում, ասացի, որ դուք այն եզակի մարդկանցից մեկն եք, ով իր էությամբ շատ հետաքրքիր ճանապարհ անցնելուց բացի նաև մեծ դժվարությունների է հանդիպել։ Ես խնդրում եմ ձեզ պատասխանել։ Դուք ինժեներ մեխանիկ գյուտարար եք։ Ինչ է դա իրենից ներկայացնում։ Ինչ է ներկայացնում բոլոր գիտությունների հիմքը մեխանիկան է։ Բոլոր ինչ գիտություններ կա մեկը, եթե դու լավ մեխանիկա իմանաք, դուք ձգտեք ինչ որ մեկ գիտության, անհնարին է որ դու չհասնեք։ Ես ստեղծել եմ 2014 թիվ, բայց 1997 թվից ես չարչարվել եմ, որ կարողանամ, ես չէ բառը մանկությունից իմ մեջ դուրս եկածա, որ կարողանամ այս էներգիայի աղբյուրը գտնեմ, որ ձեր էներգիա ստանամ։ 97 թվից չարչարել 2014 թվին ես ստացա հիդրոդինամիկ փակ ցիկլով մաքուր էներգիա, որը իր արտադրած էներգիան ինքնարժեք չունի, զրո է։ Այս բոլոր գյուտը ես ամեն ինչը, քանի որ Վլադիմիր Մովսյանը իմ շատիկ մոտ հարազատն էր, ինքը նախագահի աշխատակազմում էր, աշխատում էր Սևանի հարցերը դրված էր Վլադիմիր Մովսյանի վրա։ Ես մոտիկացա, ասի ես ստացել եմ մի գիտություն, որ կարողանում ենք նենց անենք Սևանի ջուր դուրս չկա, բայց Գյումուշ գեսը, Սևանի կասկադը, Քանաքեռ գեսը ձրի հոսանք տա։ Բացատրեցի, մեր 5 կոմունիստական մարդիկ խելք ունեին, դպրոց էին անցել, ճանապարհ էին անցել, եւ այլ, որ բացատրեց մարդը բան լավ, ասեց բոլորը պատրաստի, ես կներկայացնեմ նախագահին։ Ես պատրաստեցի, բայց նախագահին չկարողացավ ասել։ Այո, խոսքը երևի ես կարդամ, հիդրոդինամիկ փակ ցիկլով մաքուր էլեկտրոէներգիա ստանալու մասին է։ Այո, մասին է։ Ինչ է դա իրենից ներկայացնում։ Հիդրոդինամիկ փակ ցիկլով մաքուր էներգիա ստանալու մասին է։ Սա մի գիտություն է, որ գեսերը, օրինակ վերցենք Քանաքեռ գես կամ Գյումուշ գես եւ այլ։ Այդ գեսերը ես բերել եմ ցամաքում, անապատում, հյուսային Սառուցյալ օվկիանոսում, որտեղ մեզ պետք է, ինչքան հոսանք ուզենք կարող ստանանք։ Ամեն 5 մետր լայնքով, 500 մետր երկարությամբ, 290 մետր բարձրությամբ ստանում ենք 55000 կիլովատ ժամ էներգիա։ Ես ամեն ինչ անելով ես փորձեցի, որ Հայաստանում արտոնագրեմ, չկարողացա մի տարի, 2014 թիվ, չկարողացա, բոլոր գաղտնիքն են ուզում իմանան, իսկ ես արտոնագրային ընկերության, բոլոր օրենքները ես տիրապետում եմ, մարդ մի բանա մտածե, անկարելի բան, նկարագրությունը գրում է, տանում հանձնում է, գրանցում է, ընդամենը Հայաստանում 5000 դրամ է, իսկ նահանգներում $200 է, գրանցում անդամեն, մի տարվա ընթացքում դու պետք է բերես պաշտպանես, հիմնավորես քո գաղափարները, ես չկարողացա, մի տարի չարչարվել գեներալներ Խառնեցեսյանին, ոբշեմ չարեցին, ես ստիպված, վերցեցի իմ արտոնագրերի ռեֆերանտը նկարագրությունները սարքեցի ուղարկեցի Ամերիկա USPTO, տեսան, որ մաքուր էներգիայի մասին է խոսքը, ինձ գրանցեցին, գրանցման համար տվեցին, ինձ մոտ է, ստեղ բազմիցս փաստաթղթեր է, ես ինչ որ խոսամ, պետք է փաստաթղթով խոսամ։ Այո, ես տեսա, հաղորդումից առաջ տեսա։ Իրեղեն ապացույցներով, ես ոչ իմ լեզվին են հավատում, ոչ էլ ոչ մեկին ես չեմ հավատում։
կա իր եղեն ապացույց, ոնց ազգային անվտանգություն ակնում, մի հոգի գործակալ գնում է, որ ես մարդը սենց է, երկու հատ էլ գործակալ դնում է, քո հետևում են քեզ իր ներկայությամբ չասեցի չի լինում։ Ես այդ ամեն ինչը ապացուցելով չհասա իմ նպատակին, այդ գրացման համարը վերցրել եմ, մտել եմ հրավերք եմ ստացել, մտել եմ դեսպանատուն։ 2016 թվին է եղել դա։ Ստիպել եմ, որ գլխավոր հիպատոսը ինձանից բաներցի, ինտերվյու վերցնի։ Ինքը տեղյակ պահեց, որ դու պետք է 4 ժամ սպասես, որ ես բոլորը դատարկվեն, որ առանցին սենյակում մենք ունենանք։ Այո, ես սպասեցի։ Բոլոր փաստաթղթերը ներկայացրեցի, ամեն ինչը ներկայացրեցի։ Բա ասեց, ինչու համար ես դու քու ես արտոնագրերը Ամերիկայում գրանցում։ Ասի ուզում եք ճիշտ իմանաք, բա հա։ Ասի որովհետև ես արտոնագրերը, եթե ես Հայաստանում գրանցեմ, արտոնագրերը ստանամ, ստեղ գիտնականներին, գյուտարարին նման բաների մար վերացնում են։ Լսում ես, աշխարհերից վերացնում են։ Բա ով անում, ասի ով է այսօր իմ ազգին փրթում այսքան 1700 թվից սպանում, ռուսական ցարը։ Այսօր հայ ազգը չգիտի ռուսական ցարն ով է, թե մտավորականը որն է։ Չեն կարող տարբերեն։ Ռուսական ցարը ազգային անվտանգությունն է, որ մինչև այսօր ինձ հետապնդում են, ուզում են վերացնեն, բայց չեն կարողանում։ Ես գնացել եմ նահանգներ 16 թվականին։ Այո։ Անպայման այնտեղ փաստաբաններ էր պետք։ Ես այդ վճարումները չունեի։ Հետո հեռուստատեսությամբ տեսնում եմ Կարեն Կարապետյանի օրոք արդեն է սա։ Կարեն Կարապետյանի։ Տեսնում եմ, որ հայտարարում է, որ գետերը, մյուծերը, ամբերը չքանդեք, մեզի հոսանք է պետք, հոսանք տվեք։ Բայց իմ գործերը այնտեղ ներս տված չի։ Ես վեր եմ գնում, մտնում եմ Գլենդելում, հիպատոսարան, փող հիպատոսի հետ զրույց եմ ունենում։ Ասում ես երկու բանով, ես եկել եմ ես երկիր, յոգում ես, այսօր նոր վարչապետ է, հայտարարում ամբողջ աշխարհին մեզ ինչի գետ, մետ, ինչ ուզում եք արեք, մեզի հոսանք տվեք։ Հիպատոսին ասում ես ինչ անեմ, ասում մի հատ ինձ նամակ գրի մեր անունով, մենք դիմա կտանք կառավարությանը դու ձեզ կանչեն։ Այս նամակը ընդեղի գրած է։ Այս հետևինը փող հիպատոսի գրավոր ստորագրությունն է։ Չէ, ինձ կանչում են գալիս եմ ստեղ, կանչում եմ նույն պատմությունը, տեսնում եմ ամբողջ գյուղացուն հասնող ջուրը ջրամբարների ջուրը գյուղացուն հասնողը կտրել են հոսանք են ստանում։ Կարճ որ երկար չպատմեմ, պարոն Ղուշյան, ստեղծել են մի հատ փակ բաժնետերական ընկերություն Գեսերի, որը Բաղրամյան փողոցից դեպի Սարյանեն աչի վրա գնում ասում եմ լսեք, խի է գյուղացու ջուրը այդ ջրամբարների կտրում եւ այլը հոսանք ստանում։ Եկեք կազմակերպի, ինչքան եք արե, այդ բոլորին հավաքի, ես մի հատ գես սարքեմ, փող չեմ ուզում, գես սարքեմ։ Այդ գեսով թող բոլորը սնվեն, հետո տվեք գյուղացուն, թող գյուղացին իր բանը, ջուր անի, իր տնտեսությունը զարգացնի, հասկանում ես, ոչ մեկը չհամաձայնվեց։ Հետո ես շատ գիտեմ այս մարդիկ, ինչ ծրագրեր ունեն, որ պետք է գյուղացուն վերացնեն, բանջարեղենը չեմ անում ես։ Ես ասեց, գալիս եմ ստեղ, մի հատ պրոկի առաջ եմ կանգնում, նորից գնում եմ այնտեղ, 17 թվին իմ գործերը վերցում են, հատուկ հրեական փաստաբաններ են, պատենտի փաստաբաններ, Downtown-ում վերցնում են ձրի, ինձանից ձրի պետությունն է փողը տալիս, մոտ կես միլիոնի չափով փողոցությունը։ Ես ապացուցում եմ, որ ես ստացել եմ տորբոմոբիլ։ Ես խոսում եմ իմ փաստաբանի հետ, ես բոլոր անգլերեն թարգմանվածը տալիս եմ, տանում են արդեն իրանք ձեզպես նայում են թղթերը եւ այլ, չէ։ Սրանք բացատրում եմ, ասում եմ ընկեր, ես հիմի այն ինչ որ կասեմ, դու վերցրեք, որովհետև ես բերել եմ, որ այս ամեն ինչը
Ամերիկայի պետություն տնտեսությունը զարգացնեմ ասում։ Որ ձեր ատոմակայանը պետք է վերացնեմ։ Ձեր ջերմոէլեկտրակայանը պետքա ջրի հոսակ տամ ձեզ։ Ու ապացուցեցի, ինձ վերցեցին այս բաները, որ ես պետք է արագացրած ռեժիմի համար այնտեղ պետք է վճարում կատարես։ Եթե պատենտը ստանում ես 3 տարի։ Ինձ կազմակերպեցին ամեն ինչը, 1 տարվա մեջ 2018 թվականին ինձ տվեցին առաջին արտոնագիրը։ Շատ հարուստ թղթապանակով եք այսօր մեզ մոտ եկել։ Ես ունեմ 2 հատ, 3 հատ այս չափի ծրագրեր, ամբողջ Հայաստանին փրկելու ծրագրերն է, որը մարդիկ չեն հասկանում։ Լսում եք, բացի կենտրոնական բանկերի փողերից, նրանք ոչ մի բան չեն հասկանում։ Չեն հասկանում, որ կարելի է մի հատ արտադրություն դնել, հումքը ջրի լինի, էներգիան ջրի է, այդ մի արտադրությունը, այն որ պետք է կոռուպցիա անեն, փող վերցեն, եսի մի ջիպեր, միպեր զրթզիբիլ, թող սաղ սրանից օգտվեն, այն մյուսը թողեն, թող տնտեսությունը զարգանա։ Այսօր մենք դարել ենք չոլ, այս այդ արտոնագրերն են, երրորդն էլ չեն վերցել, սա երրորդ կա։ Լսում եք։ Միացյալ Նահանգներում ստացած։ Չեմ բանարե, դա այն գաղտնիքները չեմ մտցրել սրած մեջ։ Այսօր ընկել են բոլորը գիտության գաղտնիքներ են ուզում, պարոն Ղուշյան։ Հասկանալի է 5 տարի է մի օր չի, այն նորից ին վրա գործ են արածում։ Բայց սուտ բան է։ Տեսեք, հասկանալի է ես ամեն ինչ արել եմ, ես պահին 8 հատ հռչակավոր գյուտեր է, որից 2-ը դարի հայտնագործություն է։ Եթե մի բան, պարոն Ղուշյան, եթե մի գործարան, մի պրոդուկտ արտադրում ես, ինքնարժեքը հավասար է 0.0-ների, դա կոչվում է տորբոմոբիլ։ Հասկանալի է։ Ինքնարժեք չունի։ Բոլոր լուբոյ քու պարտներին գյուղատնտեսության մեջ օգտագործես, ինչ անես, ջերմոցային տնտեսության մեջ, քու էներգիան որ ջրի է, դու ինքնարժեք ես գցում։ Այն դիմացի շուկայի հերն անիծում ես, մինչև վերցի թողի գնա իր ապրանքները։ Ես ամեն ինչ անելով, Ռոնալդ Թրամփը մեկ էլ Ադամ Շիֆն է ինձ հասկացել։ Անում է ես Ադամ մի անգամ կիսա հանդիպում եմ ունեցել նախագահի հետ 18 թվին։ Բայց Ադամ Շիֆի գրասենյակը, քանի որ բրբանգում էր, իր օգնականն եկավ 4 ժամին 16 թվին, ընդունեց լսեց, հետո այնտեղ ապրիլի 24-ին միշտ Ադամ Շիֆը գալիս էր այդ ցույցերին մասնակցում էր եւ այլ։ Ես հանդիպում ունեցել։ Այս մարդիկ իմ մեջքին կանգնած, լսում եք, ինձ օգնելով, ինձ փող տալով, հասկանում ես, 18 թվին ես ընտանիքից դժբախտություն պատահեց։ Սպիտակ տանը զգուշացրել եմ, թղթերը մոտս կա։ 2 կոնգրեսական միջնորդել են, ես եկել եմ Հայաստան, որ հողարկումը կատարեմ, թողեմ գնամ, հենց մտել եմ ինձ գցել եմ փոսը։ Այդ օրվանից չէ կարողացել վերադառնալ։ Ոչ թե ես, ամբողջ իմ ընտանիքի 7 անդամներով մենք չեն թողում աշխատենք։ Լսում եք, հետապնդման մեջ ենք, ոչ տուն ունենք, ոչ գրանցում ունենք, ոչ մի բան չունենք, չեն թողում մի հատ գրիչ սարքենք, որ պահենք։ Բայց դուք այն մարդն եք, որ առաջարկել եք այնպիսի ծրագիր, որ Հայաստանին տարեկան կարող է 50 միլիարդից ավելի օգուտ բերել։ 50 միլիարդ դոլարի։ Այո։ Բլավ, այս իշխանությունները ինչ են մտածում։ Իրանց հետ էս էլ նամակները, խնդրեմ։ Ինչ են մտածում։ Ստորագրությունով։ Իրանք մտածում են, որ ես մաֆիայի մեջ չկամ։ Լսում եք, այն ժամանակ հշներ, հետո պշներ, իմել եկել է սա, կպնել հայտարարում եմ ձեզ, ես հայտարարում եմ ԿՊ անունի տակ թաղված է Ջորջ Սորոս, մահմեդություն եւ մասոնություն։ Այդ սրա տակը թաղված է սա։ Մենք այսօր հայ քրիստոնյա պետություն չունենք, մահմեդական պետություն է մեր մոտ։ Եթե մի խելոք մարդ կլինի, պատմաբան կլինի, լրագրող կլինի, ժուրնալիստներ կլինեն, ինչ ասեմ, սահմանադրական գետեր կլինեն, թող գան նստեն իմ դիմաց ապացուցեն, որ մենք մուհամմեդական պետություն ենք մենք։ Մահմեդական։ Այո, մահմեդական պետություն ենք մենք։ Ես գինը դա արտոնագրված է։ Ես գինը գիտեք ով է։ Չէ, ով է։ Ամբողջ Եվրոմիության բանկերի կառավարիչն է, ինվենտորն է, ֆրանսիացի կինն է։ Հա։ Ինձ նամակ է գրում 3 տարի առաջ, իմ LinkedIn էջում ինքը կա, որ դու մի ձևի արի Եվրոպա։
ամբողջ հեսա խնդրեմ, ամբողջ աշխարհի բանկերը ինձ փող են տալա։ Ամեն տարի նամակներս ես գալիս է բանկերի։ Բայց այդ փողը բերում եմ։ Մի հատ փորձեք խնդրում եմ, դեմարդեմ հաղորդում ա եղել։ Ժորա առավոտ թերթում դեմարդեմ հաղորդում, ես ընդամենն ասում եմ պարոն Փաշյան, փողն էլ եմ բերել, գիտությունն էլ եմ բերել, մի հատ հնարավորություն տուր։ Ես ինչ անեմ։ 19 թվականի դեկտեմբեր ու ապրիլ դեր կառավարությունը ստեղծված չէր, այս այդ պակետով աշտարակում տվել են Փաշյանի ձեռքը։ Ելի Իմի ես փոխարակին ձոքնի, ամբողջ իմ ընտանիքին սովի սարսափի մեջ է։ Լսում եք, մենք ընտանիքին էլ չեն թողում Եվրոպա գնանք, նույնիսկ։ Տեսեք ինչ է ստեղ, ոչ թե չեն թողում։ Գիշեր ցերեկ 24 ժամյա հետապնդում է։ Սպուտնիկովի քնած ես, խռծնմես էլի են անում։ Ես վեր եմ կենում ինչ եմ անում։ Ուզում եք անձնագիրը ցույց տամ, թե կհավատաք։ Չհավատում եմ։ Վերցում եմ։ Այն արաբը, որ եկավ Հաղարծինի եկեղեցին սարքեց։ Այո։ Գիշեք, չէ՞։ Այո։ Սրան հետ ես նկար ունեմ Հայաստանում։ Սրան նամակ եմ ուղարկում, որ ես գալիս եմ արաբական աշխարհ, էներգիա եմ բերում, որ ամբողջ արաբական աշխարհի էներգետիկայի ինվենտորը դու պետք է լինես հիմքը։ Ես ամեն ինչը դաբրո ելնում եմ մի կեր պարտքերով, այնքան որ հասնեմ Աբու Դաբի օթակայան, չէ՞։ Գնում հասնեմ ընդ չեն թողում դուրս գամ։ Ինչն է պատճառը, ոչ դու գիտես, ոչ էլ ես գիտեմ։ Անդե պարզաբանում եմ, որ մեր հետ գործ չունեք, շատ հաճելի էր եւ այլ, մենք չենք ուզում պատմության մեջ ընկնել։ Ազգային անվտանգությունները ղռռալով դե գրել են ոյ-բույ։ Ոբշեմ իրանք նորից տոմս են, իրանք են տոմսարը, ես գալիս եմ Հայաստան։ Դուք փակտիվում եք եւ ասեմ ձեզ, կարող եք ձեր մտքերը ազատ արտահայտել։ Ես ազատ, ես ունեմ մի հատ երկնային տեր, Սուրբ Սրբոց երկրային տեր Արամաստ։ Ես ունեմ Սուրբ Սրբոց երկրային տիրույններ, Անահիդա, Այսեմիկե, Աթինաց Պալաս, Ափրոդիտե ու Քրիստոս ունեմ։ Մի փոքր թեմայի շրջեմ, ուրեմն ես ունեմ ուռուցք, ես կարող եմ քաղցկեղ բուժեմ։ Հասկանալի է, համաշխարհային բժշկության մեջ չկա մի բան, որ մարդու ներսը դու ախտահանես, դիզինֆեկցիաներ, շլակներից, մանդերներից անես։ Ուղիղ իմ երեխես 2000 թվականներին մահացավ, 14-15 տարի ես չարչարել եմ, որ այդ գաղտնիքները ունեմ։ Ինձ օգնել են երկնային տերերը, ես ստացել եմ այդ ամեն ինչը։ 2-5-րդ կարգի քաղցկեղ բուժել եմ, վախեցել եմ ես ընկեր ցարի KGB-ից եւ այլ։ Ինչ չեն կարող Վնաստան։ Իմ մեջքին կանգնած է Ռոնալդ Թրամփը, Ամերիկայի պետությունը, Ամերիկայի գործակալներ են կանգնած։ Այս մանդատը, եթե մեկը կբերի ցույց կտա, այս շիպես կզռամ։ Եթե մի մարդ գա, կանգնի, ասի ես այս միլիարդ դոլարները մտցնում եմ Հայաստան, այս շիպես, բան ուժել ես 35000 հայեր, որ այսօր մահմեդական են ընդունել, 35000։ Լսում եք, այն հրշեի ժամանակից Լևոնի Վաղթվանից մինչև մի ամբողջ ազգային այդ ժողովի ինչքան կան, լսում եք, այն գրասենյակային աշխատողներից կարող է հանես դուրս, ինչքան դեպուտատներ կա իրար զորքով եւ այլ, բոլորը մահմեդական են։ Ես ասեմ, որ մամուլում շատ մեծ թվով հոդվածներ եղան, ձեզ հետ կապված, մասնավորապես այն ժամանակվա ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպան Թակուի Թոմասյանը անգամ գրեց, որ դժվարություններ պետական մարմինների հետ այս հոդվածում նշեց, որ թե ինչ դժվարությունների, տառապանքների միջով եք դուք անցնում։ Ինչ որ բանով կարողացավ այս հոդվածը ձեզ օգտակար։ Ոչ մի բան էլ ես չկարողացա, ասեմ ինչու է բանը։ Ինձ պատկերացրեք, ես մտնում եմ 2023 թվականին ժամկետս լրացել է, մտնում եմ ամերիկյան դեսպանատուն հարցազրույցի։ Հիմա տեսեք ստեղ ինչ է կատարվում։ Ասենք ինձ հետապնդում են։ Ես գիտեմ, այսքան փաստաթուղթը գրած է KGB-ի մինիստրին, դատախազությանը, ազգային ժողով, բոլոր տեղը կառավարություն։ Տեսեք իրանց ստորագրությունները, օֆիցիալ փաստաթուղթ է սա։ Հասկանալի է, հասկանալի է։ Ստորագրություններով ամեն ինչ արած է, չէ՞։ Կարան դրսում հետևեն,
կամերաներով եւ այլն, բայց որ մտա դեսպանատաններ, քո հեռախոս, մեռախոս ամեն ինչը վերցնում են։ Որ գնացիր առաջ չեն կարա ոչ մի ձևի իմանա դու ինչ ես խոսում, ինչ ես ասում։ Հիմա տեսեք ստեղ ինչ է։ Ես ձեզ ցույց տվի Ադամ Շիֆի գրավոր միջնորդությունը, որ ես այդ պետությանը պետք է, չէ՞, հա։ Այո։ Հիմա պատկերացրեք, ես նստած եմ ինձ կանչում է պատուհանի մոտ, առաջ հետը գլխավոր հիպատոսն է։ Առաջ երթին այդ պատուհանի մոտ պետք է չկանչի, որովհետև ես ներկայացրել եմ մինչև արծաձուրիցին կանչել իրան, փաստաթղթեր, որ դու այն սենյակում պետք է ինձ անես։ Առանցին մեծ սենյակա, որ ես այս ձևի փաստաթղթ ունեմ, որ ես ապացուցեմ։ Նրանց ոչ թե ես տուրիստ եմ գնում, այլ ես արտոնագները պետքա տանեմ, հանձնեմ։ Տեսեք, ես էլ նոտարական բանով, նոտարով հաստատված փաստաթուղթ է, որ պետքա հանձնեմ հասցեատիրոջը, հասցեատերնով է, General Electric-ն է, այո, NASA-ն է, Elon Musk-ն է։ Հասկանալի է, General Electric-ը ես հիդրոնինն է, ես Musk-ը ավիոտուրբինները, ես որ ստեղծել եմ, որ ջրով աշխատի, դա NASA-ի գործ է։ Ես ԱԹՍ-ներ եմ ստացել ռեակտիվ շարժիչով ու գետնեի ԱԹՍ-ներ։ Հայազգի նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ճարտարապետ եւ դասախոս Շավարժ Սիմոնյանը այսօր էլ շարունակում է ստեղծել ազգային եւ համաշխարհային ժառանգությունը պատկերող անհատական հրաշագեղ աշխատանքներ։ Իդեպ դրանց թիվն անցել է 500-ը։ Ինչպես նշում է նրա կյանքի վերջին 3 տարիների անբաժան ընկեր պրոդյուսեր Գայանե Սիմոնյանը, իր ամուսինը իսկապես արդարացրեց բոլորի սպասելիքները։ Այսօր էլ արվեստագետի աշխատանքը գնահատողները կարող են ձեռք բերել նրա իսկապես ինքնատիպ ու նմանը չունեցող գործերը։ Գալիս է պատուհանի մոտ, ես մոտիկանում եմ, ինքը հայերեն չգիտես, էլ անգլերեն չգիտեմ։ Մինչև կանչում է թարգմանիչի կնոջը, մեկ էլ թալեբ կամպյուտերի վրա գալիս է SMS, հաղորդագրություն։ Եսի կապտված խառնում է իրար։ Ասում եմ իրան, այդ տիկնոջը ասում եմ, բացատրեք հիպատոսին, որ ինձ հետապնդում են։ Թե ով կարող է այս գաղտնի տեղը, այդ բանը հաղորդագրությունն ուղարկել գլխավոր հիպատոսին իմ մարմութա։ Ոչ մի արձազուրից չեղե պարման։ Ոչ մի Մերժում են առանց ասելու։ Որ առանց ասելու։ Թուղթը վերցնում եմ, ասում եմ դու պետության հետ խնդիր ունես։ Իմ խնդիրը սա է։ Լսեք, էսա թերթն է։ Ասում եմ լավ, դեզի պետք չի, պարոն Գուշյան։ Ասում եմ ես գիտությունները պետք չի, տնտեսությունը պետք չի, ոչ չի։ Ախպեր թողեք ես գնամ։ Խեք ինձ գցե կամպյուտերային սև ցուցակ։ Մեկ ԿՊՆ-ը, մեկ է ռուսա բանը։ Աբազյանի բանը, շենք շինությունը։ Այս երկուսը։ Գցել են սև ցուցակ, հասկանում եք։ Խելքդ է, ոչ մեկը չի ասում։ Դրա համար ես բենզին լցի վրես մտա կառավարության շենք։ Հասկանում եք, որ ձայն բարձր։ Ինքնահրկիզվել, դրա։ Հա, փորձել եմ։ Որ ձայն բարձրան, արդեն ստեղս ասե, բայ իմ երեխես, իմ թորնիկս մի հատ մարոժնի ես չկանամ առնեմ 350 հատ որբ եմ պահել։ Պարոն Մալոյան, հասկանում եմ ձեր ճիշտ ասած վրդովմունքը եւ շատ ցավում եմ, որ այս իշխանությունները այդպես էլ չեն փորձում։ Չի լինելու, սա ուրիշ ծրագիր է, ասեմ։ Ես անձամբ ոչ մեկը հարգելի լսարան, որ լսում եք, ես երբևիցե ես ձեզ ասեմ։ Եթե ստե խելոք այսքան ցույցերա, չէ, Փաշյանը որ սկսել է ամեն օր կարմիր բերետ, բերին սեցը դն, չէ։ Դրանց մեջ կան լիքը միջազգային իրավունքի փաստաբաններ, Հենատ Ղազարյան կա է, սահմանադրական դատարանվել է ինչ է։ Լավ, այսօր եթե KGB-ի մինիստրը, բանը ոնց էր, Վանեցյանը, վերականում պաշտոնական, այս էս փաստաթուղթը ցույց է տալի, ասում է Փաշյանը, բանա, հոգեբուժյանի պացենտ է։ Սենց ապացույցներով խոսում է ցույց է տալի, չէ։ Բայց լա Փաշյանը, էլ այդ կռիվը չի սկսել։ Եթե դուք հայ եք, եթե դու սահմանադրական դատավոր եք, փաստաբաներ եք, լավ, մի 5 հոգի մարդ չկար, որ այս մարդը ասել է, կամ ինքը հայտարարում է ինքնամեղավոր, իրան պետք է քրեական պատասխան եթե
Կամ այս մարդն է 10 հոգի ստորագրություն հավաքեք մտնեիք ազգային ժողովով սահմանադրականով հակասահմանադրակ որ այս հոգեբուժանի պացիենտը ո՞ս կարա երկրի ղեկավարը կամ երկրի պացիենտը որ ինձ հետապնդում են նամակ պետք է գրեմ KGB-ի Աբազյանին, չէ, եթե ես հիմնավորեմ, հիմք չունենամ, վաղ կանչիկ ասի դու ես եկել վարչապետն ես, չէ, վերցնում եմ ամերիկյան համալսարանի ռեկտորի հետ զանգ եմ տալի ընդունարան, պայմանորեն ոնց է կարգը, որ ես հասնեմ ռեկտորին, ես էլ եմ գյուտարար, Ամերիկայի պաշտպան է, ինքն էլ Ամերիկայի, հա պետական ուսումնական հաստատություն է, բացատրում, հա, նամակը սարքում եմ, դնում եմ ծրարի մեջ, գնում եմ ընդունարան, որ եսի պետք է կամ ես պետք է հանեմ վերև տան, որ գրանցեն օր նշանակի, կամ ուղեկցողը, հետ անում եմ, չեն թողում, ուղեկցողը գալի ինձ ուղեկցում եմ մինչև լիֆտի մոտ, տենամ շրջապատում եմ մի հոգի, բայց չի կարել, ասում ինչը չի կարել, ընկեր, ուսենց վիճաբանություն, ասում այ ընկեր, սա ուսումնական հասցություն է, ռեկտոր է, ես էլ Ամերիկայի պրեզիդենտ, ես էլ ես, բայց չեմ թողում, չի կարել, ասիլսի կթքեմ երեսիդ, լսում ես, ով ես դու, կարաս մի հատ ներկա, ես ներկայանում ալզագրով, ամեն ինչով ես ով եմ, դուք որպես ստեղ, որ հակուստ ունես իմանամ միլիցիայից, ով ես ազգային անվտանգություն ես ու դոցից դուր եւ այլն, բայց հեսա գալիս եմ, հեսա գնաց թռավ, յոգում ես, դուրս եմ գալի տենում եմ քրեական հետախուզությունից, 6-րդ վարչություն, 2 հոգի դուրսը կանգնած են, արաս ինչ լավ է եկեք ինձ օգնեք, ես ծրարը հանձնենք, թողենք եթանք ստեղ արունա թափվելու է սա, Խոսցրին ասի, բա ազգային անվտանգությունն ուրա, բա ինչ կա, արա զետերանել են կան, չետել պետք է, բայց ես տրամաբանորեն եմ ասում, շուր եմ գայում տենամ այդ ջայլ անդեղ կայնած, ես շարժմունքից ինչքան ցույց լինի, ես մտնեմ ասեմ, ես ինչ գործակալ են, ինչ գործակալ է, մոտենում եմ, սրան բերում եմ, ծանոթացնում եմ, ասեմ, դե ծանոթացեք, դու ազգային անվտանգություն եսի, եկեք տանենք տանք, բա չէ, դուր ես տանեմ, արաս ինչ եք ուզում դուք ինձանից Նամակ ունեմ, գնում եմ համալսարան ռեկտորի մոտ գիտական գործա։ Դուք ինչ եւ այլն։ Այս ամեն ինչը կամերա ֆիքսեց, ես էլ մարդը իտար է դրսից ֆիքսեց, այս սա կպցրի, այս փաստաթղթի վրա տարածեմ, ինչ եք ուզում դուք ինձանից։ Ինչ եմ ուզում ասեմ, այս ամեն ինչը սա ծրագրված է, ամբողջ հանրապետական կուսակցությունը թափած է տեղ։ Լսում ես, հյուրանոցներում վխտում են, լսում ես, վխտում են, հյուրանոցում հանդիպում են մի հատ ազգային ժողովեսով դեպուտատը վերընկած այնտեղ, չէ, ասում է, ինձ չգիտի ես ով եմ։ Ասում արի տանեմ, ես ջոկատի հրամանատար եմ, դե կռվում են, լավ խրամատա, մրամատա Էսյանյան, ասին գեր ասի, ես եմ մանգալի մարդ, որ ինձ օգնի, որ ես հարցերը լուծեմ, ես ուր ավտոմատիկ կռիվ չի, դու եկել ես ինձ ինչ ես առաջարկում։ Ու վլը մինչև էլ խոսում են։ Դա պարզ է։ Եթե փակվավ այդ հարցը, ես իմ դիմումը իմ Պարոն Մալոյան, մեր ժամանակը վաղուց սպառվել է եւ կարևոր բան, ամենակարևորը ասեք, ձեր ամենակարևորը, որով էլ ժամանակ մենք էլ ժամանակ չունենք։ Բաց նամակ համայն մարդկությանը անկախ ազգային պատկանելությունից, աշխարհի պետությունների ղեկավարներին, առանձնապես հզոր պետությունների ղեկավարներին եւ որ հույժ կարևոր է երկրի էկոլոգիան խնդիրներով մտահոգ կազմակերպություններին դիմում եմ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստին Քվենին, ԱՄՆ նորընտրի նախագահ Ռոնալդ Թրամփին, անկեղծորեն մտահոգ է ԱՄՆ պետության եւ նրա ժողովրդի ճակատագրով, ԱՄՆ Վերին պալատի կոնգրեսականին, որը սպասարկում է էներգետիկան եւ կոմերտիզացիան, New York Times թերթի խմբագրությանը ի բոլոր մասնաճյուղերին Հայաստանի Հանրապետությունում գրանցած բոլոր պետությունների դեսպաններին։ Այս նամակը բոլորը սարքված դիմում եմ բոլորին։ Եթե ինձ մի հատ ես որպես հայ քրիստոնյա ես այդ բոլոր նամակներ ունեմ մեր ընտանիքով ժամանակին Ժողովի որոշում են կայացել ընտանիքով համաձայնության ստորագրությամբ, որ տունը վաճառել են, ես գյուտերը հասցնենք իրաց նպատակին։ Հիմա այսօր ամերիկյան Քրիստինե Քվին այդտեղ չի անում, որ ես հասցնեմ այս տամ, որ այդ պետությունը վտանգի տակ է, հասկանում ես, վտանգի տակ է։ Պարժարներից շինարարությունը չկա, պետք է անենք։
35%-ով էներգետիկան է թանկացել։ Ես իմ էլ նորից ինձ քրեական գործ են հարուցում, այս բաժարի հետ կապված, որ այս պատենտները վերցրել ուղարկել են այս կազմակերպություններին։ Հասկանալի։ Հիմա ես դիմում եմ պարոն Փաշյանին։ Պարոն Փաշյան, ես քու դեմ ոչ մի բան չունեմ, բայց այս փաստաթղթերը ժամանակին ես եմ քեզ տվել քո ձեռքը աշտարակում։ 5 տարի իմ ընտանիքի բոլոր անդամներին սով ու սարփապի մեջ։ Ես գրանցում չունեմ ոչ մի ընտանիքիս անդամ։ Քաղաքական ապաստանի դիմում եմ գրում, բեսպրիձելա ոչ ընդունում եմ, ոչ ես են անում։ Մարդ եւ օրենքի պաշտպանի գրասենյակ տվել եմ քաղաքական ապաստան, գրում են ապաստան տալիս են, որ վիճում եմ ասում ոնց ուզում եք այդպես այն, բեսպրիձելա։ Այսօր ամբողջ քրիստոնյա հայերի երեխեքին դպրոց մանկապարտեզում կոդավորում եք սատանիկ կոդ եք անում։ Դպրոցում նույն ձևի պետական համալսարանի բոլոր երեխեքը, բոլոր երեխաները, բոլորը վերբով կարած են սատանայական կուրսեր են անցկացնում։ Պետական համալսարանից գալիս է ԿՊ-ի հատուկ բաժին։ Ես մտել ինչի համար, ես նամակ եմ գրում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որ ինչի համար եք հետևում, որ այս բենզինից հետո ինձ կանչում են կուսակցության գրասենյակ։ Բարի ընդունենք մեր, որ այս դիմումը գրած արդեն 2 տարի։ Բարի ընդունենք, գնում եմ այս մարդիկ ասում են դու քաղաքական գործիչ չես, բայց ես էլ տեսնում եմ, որ իմ դիմացը նստած է մի հատ մոգից, որ ինձ կոդավորում է, որ ես չկարողանամ խոսամ, աջ կողմի վրա նստած 2 հատ գործակալ են, ձախ կողմիված ընկերը, հարց եմ տալի ասում եմ ընկեր, եթե դու քաղաքականությունից հասկանում ես, այս գիտությունները բոլորը Ամերիկայի պետությանն է պատկանում, Ջորջ Սորոսն էլ է այդ պետության անդամը, չէ՞, այս խեք կազմակերպել, որ Ամերիկայի պետության այս փաստաթղթերը վերացնեք։ Այս ամբողջ խնդիրը։ Պարզ է, եղավ պարոն Մանոյան, դե խոսելու այնքան բան կա։ Դե իմ վրա գրական գործ են հարուցում։ Հասկացա, դուք արդեն 3-րդ անգամ եք ասում, քրեակ ես գիտեմ, որ ես զարմանում եմ, որ միշև հիմա ձեզ նույնիսկ չեն վերացրել, որտեղ։ Դե թող վերացնեն։ Դե մի բան արա։ Ես կուզեմ, որ վերացնեն, ինձ վերացնելուց հետո այս 35000 հայերը վերանալու են։ Ես չեմ ասում ինչ եղանակով, լսում ես, ես իմ նամակի մեջ Տրամփին ուղարկած իմ նամակի մեջ, որը մագնիտի պոլ է սարքել է միած սենյակ, որ չկարողանան, ես սաղ սարկած պատրաստ, ես նկարած ես թուրքերին, որ հայ շոր հակած, անձնագրերով եւ այլն, որ ավտոբուսներով տարելցել են, բանի կողմից, մանվելի չաստի կողմից եւ այլն, հադրուտից մտա վերացրել։ Մենք նորից վերադարձում ենք նորից։ Պարոն Մալոյան, շնորհակալ եմ այսօրվա հանդիպման համար։ Սիրելի բարեկամներ, դուք հասկանում եք, որ մարդը իսկապես հայտնվել է մի անհասկանալի իրավիճակում։ Չգիտես, սատանայական ուժերն են խանգարում, թե այս իշխանությունները, թե ընդդիմադիրները, ովքեր, բայց այն, որ գործին ընթաց չի տրվել, դա վկայում է այն մասին, որ մեր երկրում դեռ շատ ու շատ անելիքներ կան եւ մեր գյուտարար ինժեներ պարոն Մալոյանի իհարկե կարիքը եւ մենք պիտի մի զգանք մանավանդ որ մարդը ստեղծել է մի գյուտ որով կարող է տարեկան, չէ, վերջին գյուտի մասին է, կարող է տարեկան 50 միլիարդ դոլարից ավելի օգուտ բերել Հայաստանում։ Նույնիսկ ամսեկան։ Պատկերացրեք, ամսեկան 50 միլիարդ կարող է մտնել Հայաստանի բյուջեն եւ այս իշխանությունների համար դա ոչ մի էական նշանակություն չունի։ Առաջիկայում մենք այս թեմային նորից երևի անդրադառնանք, իսկ այսօր այսքանը, շնորհակալ եմ, ստեսություն ձեզ։